Բերման է ենթարկվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, չնայած մի խումբ աջակիցներ քաղաքապետարանի դիմաց էին դա թույլ չտալու համար։ Վաղ առավոտից ուժայինները Գյումրու համայնքապետարանում քննչական գործողություններ էին իրականացնում։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի փաստական տվյալներ են ստացվել, որ Վարդան Ղուկասյանը կաշառք է պահանջել։ Կոմիտեն կից հրապարակել է նաև ձայնագրություն։ Ութ անձ ներառյալ Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Մինչև համայնքապետին հետնամուտքից բերման ենթարկելը լարված իրավիճակ էր Գյումրիի Վարդանանց հրապարակում։ Քաղաքացիներն ու կարմիր բերետավորները քաշքշում էին իրար։ Շատ վատ բան կատարվեց։ Հերթով այսպես տանում են բոլոր արդար մաքուր ծաղկեցնող մարդկանց։ Ես իրանց ցույց տվեցի, ասեցի նայեք, ամենափրկիչը Սուրբ Նշան եկեղեցին, Վարդանանց արձանը, որ մեկը ասենք, քաղաքապետարանը, որ մեկը ասենք, ծաղկեցնող մարդուն կարելի է տանել։ Ճիշտ ասած, ես մի բան ասեմ, մենք ենք ընտրել մեր քաղաքապետին, մենք սիրում ենք, հարգում ենք, մեզ միշտ օգնել են, մինչև առեսօր ժողովրդին օգնելը։ Ին Նիկոլի երացը գործերն են, ասիկ ուրիշ ոչ մի բան։ Շոու էր ուղղակի եւս մեկ անգամ հայ ժողովրդին ցույց տալու իշխանության ուժը, գրգռելու, նվաստացնելու ժողովրդին, եթե կարողանական գործնեության կարիք, դա կարելի է անել ավելի պարկեշտ, ոչ թե սպես շոու կազմակերպել, էլի է ժամ պրդանք, որ շատ արուն չտապыз։ Ոստիկանությունից հայտնում են, քննչական գործողությունների ընթացքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով 23 անձ է ձերբակալվել և տարվել համայնքային ոստիկանություն։ Ընդդիմադիր գործիչների խոսքով Գյումրու համայնքապետի ձերբակալությունը հատուկ է արվել, մեկուսացնելու այն գործիչներին, որոնք դեմ են այսօրվա իշխող ռեժիմին։ Լինի դա համայնքում, լինի հոգևոր դասի ներկայացուցիչներ, որոնք որևէ ազդեցություն կարող են ունենալ, իրենց խոսքով, իրենց գործունեությամբ բնականաբար այդ բոլոր մարդկանց ինքը փորձում է մեկուսացնել։ Ցանկացած բան իշխանության կողմից արվում է սեփական վախերը քողարկելու համար, որովհետև իրենք էլ տարատեսակ հարցումներ են ստանում, իրենք էլ տարատեսակ խոսույթներ են լսում սովորական հասարակ ժողովրդի կողմից եւ իրենց օգոստոսի 8-ի այդ թղթի կտորին փաստ է, որ բնակչության մեծամասնությունը չի հավատում ու լուրջ չի ընդունում։ Իշխանական պատգամավորներն էլ ասում են, որ Վարդան Ղուկասյանը օրինակ է, թե ինչ է լինում պետության եւ ժողովրդի դեմ դուրս եկածների հետ։ Մինչև կալանավորումը բազմաթիվ քրեական գործեր կային նույն քաղաքապետի հետ առնչվող եւ իր շրջապատին առնչվող։ Հիմա այնպես ստացվեց, որ այսօր եկավ համընկավ այդ կալանավորումները, չգիտեմ, կալանավորումը թե ձերբակալությունը 6 ամիս և 1 օր, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի։ Վարդան Ղուկասյանը Երևանի հակակոռուպցիոն կոմիտեում է։ Գյումրեցիները հայտարարել են, որ այստեղ եւս հավաքվելու են սատարելու իրենց համայնքի ղեկավարին։ Ըստ Գյումրու փոխքաղաքապետի, աշխատակազմն անժամկետ գործադուլ է հայտարարում։ Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան, Free Open Media։